Հայկական ու ռուսական լրատվամիջոցների առաջին էջերում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումն է։ Այս թեման քննարկենք Շանթի Մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ, ով այս օրերին Երևանում է և հիմա Հորիզոնի տաղավարում։ Վահե, ինչ կփոխի այս այցը հայ-ռուսական բարդ հարաբերություններում։ Նախընտրական շրջանում Քրիստիանի լարվածությունը իրոք բավական մեծ էր միջպետական հարաբերություններում, բայց ինչպես ասում են, կա քարերը նետելու ժամանակը եւ կա քարերը հավաքելու ժամանակը եւ կարծես թե եկել այն պահը, որ պետք է հստակություն մտցվի մեր երկու երկրների հարաբերությունների մեջ եւ փոխադարձ մեղադրանքները շատ էին, խոսքեր, պահանջներ մեկը մյուսից, բայց կա մի հստակ բնական պահանջ Ռուսաստանի կողմից, որ նրանք ցանկանում են ամեն դեպքում հստակություն ունենալ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, թե Հայաստանը վերջիվերջո մնում է Եվրասիական տնտեսական միության մեջ, թե ցանկանում է շարժվել դեպի Եվրոպական միություն։ Եթե շարժվում է Եվրոպական միություն, դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, որովհետև այդ միության մեջ հիմնականում ճնշող մեծամասնությունը իրեն հակառակորդ երկրներն, այսինքն Հայաստանը կարող է հայտնվել իր հակառակորդ երկրների ճամբարում։ Դա նրանց համար անթույլատրելի, անցանկալի է եւ այս այցը պետք է որ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ ընտրություններից հետո առաջին կարելի ասել այցն է եւ պետք է որ դրա խորհրդանշական իմաստը գնահատվի Ռուսաստանի կողմից եւ պետք է որ այնտեղ տրվեն որոշակի պատասխաններ, հստակեցվի Հայաստանի մոտեցումը եւ բարձրություն մտցվի երկու երկրների մտադրությունների։ Վահե, ես հիմա առաջարկում եմ դիտել Արտակ Հովհաննիսյանի պատրաստած ռեպորտաժ այդ այցի մանրամասների մասին։ Ռուսական մամուլում ընդգծվում է, որ ընտրություններից հետո Երևանն է առաջին քայլն արել դեպի Մոսկվա։ Հատուկ նշվում է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյան ընտրություններից հետո առաջին այցը կատարել է հենց Ռուսաստան։ Այցը Իրան չի մեկնաբանվում, քանի որ հատուկ առիթով էր կապված այդ երկրի հոգևոր առաջնորդի հուղարկավորության հետ։ Հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտը էլ ավելի էր սրվել եւ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ հետագա սերմամբ։ Ավելին ըստ փորձագետների Ռուսաստան այցը նաեւ հաստատում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը պահպանելու Երևանի կուրսը։ Փաշինյան Միշուստին հանդիպմանը քաղաքական թեմաներ գրեթե չկային, բոլոր շեշտադրումները տնտեսության մասով էին։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը եւ ներդրողը։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար եւ ապահովի նրանց իրավունքների եւ օրինական շահերի հարգումը։ Թե ընտրություններից առաջ, թե հետո մենք տրամադրված ենք շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք նաև շահագրգռված ենք Հայաստանի հետագա մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը եւ նրանով, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն բնականon ռեժիմով։ Մենք հանձնառու ենք բոլոր հարցերի, բոլոր նրբությունների կառուցողական քննարկմանը եւ պարզաբանմանը։ Այն, որ վարչապետը մասնակցեց Եկատերինբուրգում տեղի ունեցած համաժողովին, արդեն ազդակ է այն մասին, որ Հայաստանը տրամադրված է հարաբերությունների բարելավմանը։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանի համոզմամբ Հայաստանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ գործակցություն ընդլայնելու եւ ոչ հաշիվ Եվրամիության կամ արաբական երկրների։ Սրանք առաջի քայլերն են, որ նախաձեռնվել է հայկական կողմից։ Ռուսաստանը նույնպես Հայաստանի կարիքը կունենա։ Ես սա չեմ ասում այն նպատակով, որ Ռուսաստանը ստիպված կլինի գալ, ասենք, հարաբերությունների կարգավորման։ Հնարավոր է ստիպված չլինի, բայց դրա անհրաժեշտությունը զգա։ Ռուսաստանում նույնպես իրավիճակ է փոխվում ամեն օր։ Բենզինի, դիզելային վառելիքի հետ կապված հնարավոր են տնտեսական այլ խնդիրներ։ Ինչ վերաբերում է ռուսական կողմի ներկայիս դիրքորոշմանը, ապա Հայաստանում ընտրություններից հետո այն էլ Մոսկվայի համար մեղմ ասած ոչ այնքան ցանկալի արդյունքի պարագայում անտրամաբանական կլիներ սպասել ավելի փափուկ վերաբերմունքի։ Դժվար է միանշանակ ասել, թե հետագայում ինչ-որ բան կփոխվի։ Այն պարագայում, երբ փորձագիտական դաշտում գերակայող է կարծիքը, որ Փաշինյանի այցը չի նշանակում Հայաստանի հրաժարում Եվրամիության հետ համագործակցության կուրսից, անկախ այն հանգամանքից, թե արտաքին քաղաքականությունում հավասարակշռությունը պահպանվում է։ Ես նույնիսկ չէի էլ համարի, որ մեր կողմնորոշումը Եվրամիությունն է։
Ես կհամարեի, որ մենք ունենք տնտեսական նոր բլոկների հետ ինտեգրվելու անհրաժեշտություն, որը հիմնված է տեխնոլոգիաների վրա, որը հիմնված է որոշակի գիտելիքի վրա, նորարարական լուծումների վրա։ Երկրորդ կարևոր ուղղությունը, ինչ առաջարկում Եվրամիությունը, փորձագիտական եւ մասնագիտական հանրույթում կա կարծիք, որ ասում են տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղել։ Ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ ոչ, Եվրամիությունը կարիք ունի Կովկասի միջոցով ինտեգրվել Ասիայի տնտեսության հետ։ Սոս Խաչկյանը կարծում է, որ ինչքան ռուսական դիրքորոշումը կոշտանա, ինչքան տնտեսական սահմանափակումները ավելանան, արձագանքը կլինի այն, որ կինստիտուցիոնալացվեն այլ հարաբերություններ, այդ թվում նաև Եվրամիության հետ։ Այդ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել օրինակ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի յուրատեսակ ժեստը։ Սոցցանցի իր էջում Կոսը լուսանկարներ էր հրապարակել, տեղեկացնելով, որ հայկական ծիրանից ջեմ է պատրաստել։ Ես այս ջեմը պատրաստեցի հայկական ծիրանից, ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցություն ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա սահմանափակելով հայկական մրգերի եւ ծիրանների ներմուծումը։ Եվրամիությունը իր հերթին օգնեց Հայաստանին բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։ Ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստանում էի եւ վերադարձա Բրյուսել ծիրանի մի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը հյուրասիրեցի ընկերներիս, մնացածից ես ջեմ պատրաստեցի։ Ընկերներիցս մեկը նայեց ջեմին եւ ասաց. ազատության տարաներ։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ այցելում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է անելու մի փոքր բան, որը կօգնի հայ գյուղացիներին եւ կաջակցի երկրի ժողովրդավարական ընտրություններին։ Պատահական չէ, որ Մարտա Կոսի քաղաքական նրբերանգներով յուրատեսակ այս ժեստը տեղի ունեցավ հենց այն օրը, երբ վարչապետը մեկնել էր Ռուսաստան, որտեղ փորձում էր հավասարակշռել Հայաստանի համար երկու գլխավոր մարտահրավերները։ Երբ որ եվրոպացի պաշտոնյաները նմանատիպ ժեստեր են իրականացնում հայ տնտեսվարողի, Հայաստանի, հայ մշակույթի հանդեպ, բնականաբար դա դրական էմոցիաներ է առաջացնում Հայաստանի հասարակության շրջանակում, հայ հասարակության շրջանակում։ Սա եւս մեկ անգամ վկայում է, որ հարցերը պետք է լուծել նաեւ այսպիսի ձևաչափով, միջմշակութային ձևաչափով, հասարակական տրամադրությունների ձևաչափով։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Քրիստինը պետք է ասել, որ այս լարվածությունը, որ կար երկու երկրների պետական օղակների միջև, որոշակիորեն փոխանցվեց նաև ցավոք սրտի մեր ժողովրդին, այսինքն մեր ժողովրդի տարբեր հատվածները, մասնավորապես Ռուսաստանում բնակվող հայության եւ այլ երկրների հայության, Հայաստանի հայության միջև կարծես թե որոշակի նույնպես փոխադարձ մեղադրանքներ, որոշակի սառնություն, մտավախություններ հայտնվեց, այսինքն այդ կործանարար երևույթ էր հայտնվել, որը մեր ժողովրդի միասնությանն էր վնասում, հույս ունենք, որ երբ որ սկսի հստակեցվել այս հարաբերությունները, ապա մեր ժողովրդի միասնությունը շատ արագ կվերականգնվի։ Վահե, ընդհանրապես Ռուսաստանի գործողությունները եւ դիրքորոշումները ոչ միայն պայմանավորված են երկկողմ ձևաչափում տեղի ունեցող իրադարձություններով, այլև ընդհանուր առմամբ արտաքին քաղաքական համատեքստում են դիտարկվում, եւ դրա մի մաս է նաեւ Ուկրաինան։ Եւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները վերջին շրջանում նոր երանգներ են ստանում։ Ինչպես է սրանք դիտարկում։ Որն է նպատակը։ Ռուսաստանի գործողությունները վերջին ժամանակաշրջանում առնվազն վերջին 4-5 տարիների ընթացքում ամբողջովին պայմանավորված է նրանով, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում։ Այն ինչ կատարում է ռազմաճակատում, ուղղակիորեն արտացոլվում է նրա արտաքին քաղաքականության մեջ։ Այս պայմանությամբ ռազմաճակատում կարծես թե որոշակի հաջողություն է գրանցել իր օգտին Ռուսաստանը, գրավելով Կոնստանտինովկա քաղաքը, որը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի այս պատերազմական գործողությունների ընթացքում եւ այդ քաղաքի պաշտպանության վրա շատ մեծ ուժեր էր ներդրել Ուկրաինան, եվրոպական նրա գործընկերները, հովանավորները եւ այդ քաղաքի գրավումը որոշակի հիասթափության նշույլներ բերեց Ուկրաինայում եւ նրանք շատ ավելի խստացրին իրենց հիմնական ռազմավարությունը այս պատերազմի մեջ։ Եթե Ռուսաստանը շեշտը դնում է պատերազմական գոտուն, ապա Ուկրաինան
կազմակերպում է իր պաշտպանությունը, միաժամանակ ակտիվ վարում է տեղեկատվական պատերազմ եւ վարում է այնպիսի հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքում, որոնք կարող են ժողովրդի դժգոհություն առաջացնել, որոնք կարող են բերել բունտի եւ նրանց գործողությունների լոգիկան հենց դա է, որ նրանք ուզում են Ռուսաստանի ժողովրդի մեջ հիասթափություն առաջացնել եւ նրանք այդ ուղղությունը այս վերջին ժամանակահատվածում շատ ինտենսիվիկացրել են եւ նրանք շարունակում են հարվածել Ռուսաստանի նավթաբազաներին, նավթավերամշակման գործարաններին, վերջին օրերից նրանց հաջողվեց նույնիսկ հարված հասնել 2500 կիլոմետր հեռավորության վրա Օմսկ քաղաքում, այնտեղ վերջին խոշոր նավթավերամշակման գործարաններ, որոնք որոշակիորեն նրանք կարողացան վնասել եւ այդ գործողությունները մեկը մյուսին հակադարձելու համար է եւ այդ հարվածների իմաստը հենց դա է, որը Ուկրաինայի ճակատի այսպես ասած պարտությունների շարքը որ կա, նրանք փորձում են կոմպենսացնել Ռուսաստանի թուլացումով, որը կբերի ռազմաճակատում հետեւաբար եթե նրանց հաջողվի խորացնելը դա կարող է բերել արդեն ռազմաճակատի փլուզմանը։ Հիմա դիտենք նաև Անահիտ Հակոբյանի պատրաստած ռեպորտաժը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այնուհետև շարունակենք։ Ռազմական գործողությունները շարունակում են սրվել ռուս-ուկրաինական ռազմաճակատում նոր լայնածավալ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։ Ռուսական բանակը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Կիևին եւ հարակից շրջաններին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 2 տասնյակը կամ բազմաթիվ վիրավորներ։ Փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքները բազմահարկ շենքերի փլատակներում։ Կիևում վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ տրանսպորտային օբյեկտներ։ Ռուսական հարվածից հետո վերականգնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Դա դաժան հարձակում էր, միայն 68 հրթիռ, որոնցից շատերը բալիստիկ էին։ Կային նաև տարբեր տեսակի ավելի քան 350 անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի մարտավարությունը մնում է անփոփոխ, հնարավորինս շատ ցավ եւ վնաս հասցնել ուկրաինացիներին եւ Ուկրաինային։ Միայն այս զանգվածային հարվածով ռուսները սպանեցին 22 մարդու։ Սրանք այս պահին գրանցված տվյալներն են, վիրավորվել է մոտ 90 մարդ։ Այս անգամ եւս Ռուսաստանի հիմնական թիրախները Կիևն ու տարածաշրջանն էին։ Պուտինը կրկին ոչնչացրեց սովորական բնակելի շենքերը։ Կիևի մոտ գտնվող Վիշնևեում իրավիճակը բարդ է երկրորդային պայթյունի պատճառով։ Կիևի քաղաքապետը հուլիսի 7-ը հայտարարել է ՍՔ օր ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են քաղաքին Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով։ Իր հայտարարության մեջ Վիտալի Կլիչկոն նոր հարձակումն անվանել է Կիևի համար ամենամասշտաբայինը։ Իսկ արդեն այս գիշեր ռուսական զորքերն ավելի քան 120 անօդաչու են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինայի հոպուժերին հաջողվել է խոցել դրանցից 108-ը։ Կիևում, Կրիվոյ Ռոգում եւ Դնեպրոպետրովսկում պայթյուններ են որոտացել։ Կիևում ԱՏՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ։ Դարնիցկի շրջանում հարվածների հետևանքով զոհվել է 11, վիրավորվել մոտ 50 մարդ։ Այստեղ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Խարկովում ԱԹՍ-ն հարվածել է բենզալցակայանի, 1 մարդ վիրավորվել է։ Դնեպրոպետրովսկում ռուսական զորքերի հարվածների հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել գյուղատնտեսական տեխնիկայի պահեստային շենքում, սպասարկման կայանում եւ բենզալցակայանում։ Կրիվոյ Ռոգում հրդեհ է բռնկվել լոգիստիկ ընկերությունում։ Նիկոպոլի եւ Սինելնիկի շրջաններում էլ վնասվել է սոցիալական հաստատություն, բնակարանային շենք եւ մեքենաներ։ Հրդեհ է բռնկվել մասնավոր տանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևի վրա գիշերային հարձակումը, այն անվանելով հարված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին եւ առելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։ Ի պատասխան Ուկրաինան խորքային հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Կալուկայի մարզը։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Ձերժինսկի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցների տվյալներով այդ շրջանում են գտնվում առաջին գործարան նավթավերամշակման ձեռնարկությունը, նավթաբազան, թղթի ու ցելյուլոզի արդյունաբերական մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Բելգորոդի մարզի ղեկավարն էլ հայտարարել է, որ շրջանը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ 1 մարդ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել։ Մարզպետ Ալեքսանդր Շուվայևը հայտարարել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, որի հետևանքով Բելգորոդ քաղաքի որոշ շրջաներում էլեկտրաէներգիա եւ ջրամատակարարման խափանումներ են եղել։ Կիևում հայտարարում են, որ նման գործողությունների նպատակը Ռուսաստանի ռազմական եւ էներգետիկ ներուժի թուլացումն է, ինչպես նաեւ Կրեմլին բանակցությունների սեղան վերադարձնելը։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ավելի քան 450 անօդաչու թռչող սարքեր, որոնց զգալի մեծ մասը շարժվում էր Մոսկվայի ուղղությամբ։ Ռուսական կողմը շարունակում է ընդգծել, որ պատերազմը փաստացի ընթանում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի հետ դիմակայության պայմաններում։
Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հնարավորությունը ավելի մոտ է, քան շատերը պատկերացնում են։ Նախագահ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վստահեցնում եմ։ Լավ զրույց ենք ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նա նույնպես ցանկանում է, որ այս ամենն ավարտվի։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկենք այդ հարցը։ Սպիտակ տան առաջնորդի խոսքերով մարտի դաշտում այժմ վճռորոշ դեր ունեն ԱԹՍ-ները։ Այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ։ Ուկրաինայի նախագահը կրկին կոչ արել դաշնակիցներին արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի եւ զինամթերքի մատակարարումները, ընդգծելով, որ պատերազմի ելքը մեծապես կախված է միջազգային աջակցության շարունակականությունից։ Այս համատեքստում նա հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշվելու է երկնքում։ Մինչդեռ Մոսկվան պնդում է, որ շարունակելու է ռազմական գործողությունները միջև իր հայտարարած նպատակների իրականացումը, ինչը վկայում է, որ մոտ ապագայում պատերազմի թուլացման նախանշաններ դեռևս չեն երևում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ի վերջո Ռուսաստանը իր ամենասկզբում դրած նպատակը որքանով է կարողանում իրականացնել, արդյոք դրան հասել։ Ռուսաստանը հետ չի կանգնում իր առջև դրված խնդիրներից, նա շարունակում է պատերազմական գործողությունների միջոցով ազատագրել, ինչպես Ռուսաստանն է դա բնութագրում ԴՆՌ եւ ԼՆՌ, այդ երկու հանրապետությունները, եւ դրանք համարում են դա իրենց օրինական տարածքը եւ ամեն կերպ շարունակում են ազատագրումը։ Մյուս կողմից Ուկրաինան կարողացել է ավելի մեծացնել, ծանրացնել իր կշիռը միջազգային հարթակներում եւ այսօր մասնավորապես Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որտեղ Զելենսկին ելույթ ունեցավ եւ ասաց, որ իրենք ձգտում են մտնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ իրենք հասնելու են նրան, որպեսզի Ուկրաինան ստանա շատ ավելի մեծ օգնություն եվրոպական երկրներից։ Եվ նրանց այդ հարվածները, որոնց մասին խոսում էինք, նույնպես դրան է միտված, երբ նրանք փորձում են ապացուցել իրենց գործընկերներին, հովանավորներին, որ իրենք ամեն ինչ կանխորոշված չէ այս պատերազմում, որ իրենք ունեն շանս հաղթելու եւ պետք չէ դադարեցնել օգնությունը։ Հենց դրա համար այս տեղեկատվական ակտիվ պատերազմն է, որ տանում է Ուկրաինան, իսկ Ռուսաստանը այդ տեղեկատվական մասով զիջում է եւ չունի այդ հնարավորությունները, որովհետեւ ամբողջովին նա կտրված է եվրոպական եւ միջազգային այդ լրահոսից։ Շնորհակալություն Վահե։